Այսօրվա թեման ուժեղ թեմա է։ Ուզում եմ այսօր շատ սրա ուղղությամբ խոսանք։ Թեման գիրքն է, գիրքը։ Մյուս թեման կլինի մարդկության խնդիրները։ Դրանից հետո այդ կարևոր էլի թեմա կխոսանք։ Եկեղեցում այդ խնդիրը շատերն ունեն, միայնության թեման է։ Եթե քրիստոնեությունը չի կարող օգնել հաղթահարել մարդկության խնդիրները, հազիվ թե ինքը անգամ արժանի լինի աջակցության։ Այսինքն քրիստոնեությունը դա միակ բանն է, որ պետք է օգնի, բայց եթե չօգնի, այսինքն անունը լինի քրիստոնեություն, բայց չկարողանա մարդկության խնդիրները օգնել, հաղթահարել, ուրեմն ինքը արժանի չի ընդհանրապես իրան աջակցելու։ Սա լուրջ մարտահրավեր է, կամ ցանկացած կրոն, կամ անգամ քրիստոնեությունը, եթե չի կարողանում, չի սովորացնում կյանքի դժվարությունները հաղթահարելու, ընդհանրապես իրան պետք էլ չի լսել։ Կարիք կա այսօր այս թեման անգամ կիսվել ուրիշների հետ, անգամ խմբում կարելի է կիսվել։ Այսինքն քրիստոնեությունը, եթե չի կարողանում օգնել, հաղթահարել, ինքը աջակցության ընդհանրապես արժանիքներ չունի։ Եթե անգամ ցանկացած կրոն կամ քրիստոնեությունը չի սովորացնում կյանքի դժվարությունները հաղթահարել, ուրեմն ինքը ընդհանրապես արժանի էլ չի ուշադրության։ Այսինքն չի էլ պետք է այդ կողմը նայել։ Եթե մենք չենք կարողանում լուծել մարդկանց խնդիրները, մենք իրավունք էլ չունենք իրենցից աջակցություն խնդրել։ Եթե չենք կարողանում լուծել ուրիշների խնդիրները, ինչի պետք է իրանց աչք կացենք, որ իրանք գան օգնեն կամ աջակցեն կամ միանան մեզ։ Իրականում շատերի մոտ չկա պատասխաններ, շատերը չունեն պատասխաններ հարցերի եւ խնդիրների կամ լուծման։ Պետք է փնտրել այս պատասխանները, պետք է փնտրել Տիրոջից օգնությունը։ Ես կարծում եմ, որ շատ ժամանակ կարան մարդիկ չունենան պատասխան, բայց ոչ Աստված։ Եթե անգամ եկեղեցու մեջ ենք, մենք ինչ-որ մի եկեղեցու մեջ ենք, մի օր կլինի, որ մենք ինչ-որ մի եկեղեցու մեջ կլինենք, բերումով կլինի, թե հյուր կլինենք, թե մի ուրիշ տեղ կլինենք, մենք հնարավոր է, որ լինենք մի եկեղեցում, միգուցե միառժամանակ լինենք, միգուցե մի քանի ամիս լինենք, միգուցե օտարության մեջ լինենք, միգուցե ինչ-որ մի եկեղեցու մեջ լինենք, որտեղ չգիտեն, թե ինչպես բավարարել պահանջը, այսինքն չգիտեն ինչպես բավարարել պահանջը, դու ունես պահանջ, խնդիր, դու ունես ճճացող հարցեր եւ գնացել ես այնտեղ եւ այնտեղ դու կարիք ունես, որ քեզ աջակցեն, օգնեն, խորհուրդ տան, բայց եթե չեն կարողանում օգնել, դուք փորձանքի մեջ եք։ Պետք է փախնել այդտեղից։ Եթե փորձանքի մեջ չեք, շուտով կընկնեք փորձանքի մեջ, եթե դուք չունեք այնտեղ այդ բավարարումը, եթե այնտեղ ձեր հարցերին չեն պատասխանում, եթե չեն օգնում, որ դուք դուրս գաք, ուրեմն պետքա փախչել, իսկ եթե չփախչեք, շուտով կհայտնվեք դրա մեջ, կհայտնվեք փորձանքի մեջ։ Սա մի քիչ ձև ներածական, որովհետև միշտ եմ մտածել, որ ես եկեղեցու մեջ եմ ինչ-որ ու
Այդ եկեղեցին չունի տարական, ասենք, պատասխաններ, չունի տարական եզև օգնող, հանող քեզ։ Այդ իրավիճակից ուրեմն պետքա փախնել այդտեղից, ոչ թե գնալ այնտեղ։ Ես զարմանում եմ մարդկանց, որ ասում են, այստեղ լավ է, երբ որ գնում են եկեղեցուց, որտեղ կա պատասխաններ, կա հայտնություններ, գնում են մի ուրիշ տեղ, որտեղ ոչ պատասխան կա, ոչ ֆանտազիա կա, ոչ հայտնություն կա, ոչ աջակցություն կա, ոչ էլ քեզ կարան հանեն այդ իրավիճակից։ Եկեք չխաբենք ինքներս մեզ եւ խոսքը գնալու է կրքի մասին։ Կիրք բառը ընդհանրապես շատերն են օգտագործում։ Այս բառը շատերն են օգտագործում, կիրք բառը։ Առաջի Հովհաննես 2-րդ գլուխ 16 խոսքը։ Պետրոս եմ բացի։ Առաջի Հովհաննես 2-րդ գլուխ 16 խոսք։ 15 խոսքից կարդամ, այստեղ գրված է մի սիրեք աշխարհը, ոչ էլ ինչ որ աշխարհի մեջ է։ Եթե մեկը աշխարհը սիրի, նրա ներսում հոր սերը չկա։ Քանզի ամեն բան, որ աշխարհի մեջ է, մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը եւ կյանքի ամբարտավանությունը սա հորից չէ, ապա այս աշխարհից է։ Աշխարհը կանցնի, նրա ցանկություններն է, բայց նա, որ Աստծո կամքը կկատարի, հավիտյան պիտի մնա։ Ընդհանրապես աշխարհ բառը դա համակարգ բառն է, ավելի շուտ քան երկիր մոլորակը։ Խոսքը, երբ որ ասում ենք աշխարհի մասին, նկատի չունենք աշխարհ երկրագունդը, մոլորակը նկատի չունենք։ Համաշխարհային համակարգն է աշխարհ բառը։ Դա աշխարհը չի, որի մեջ ես ու դու ապրում ենք։ Դա աշխարհը չի, որի վրա ես ու դու ապրում ենք։ Դա աշխարհն է, որի մեջ ամեն ինչ դարձավ քաոս։ Մեղքի պատճառով։ Մենք ապրում ենք այդ ձև տեղ, որտեղ ամեն ինչ քաոս է։ Մենք խոսում ենք համակարգի մասին ավելի շուտ։ Դա աշխարհն է, որը հակառակ կանգնեց բարձրյալ Աստծուն։ Հակառակ գնաց բարձրյալ Աստծո դեմ։ Դա այն աշխարհն է, որի մեջ մենք բախվում ենք սատանային։ Դա աշխարհն է, որ մեր մարմինները հայտնվել են ուրիշի իշխանության տակ։ Մենք անգամ աստվածաշնչյան դասեր անցնելուց խոսում ենք սրա մասին, որ ժամանակ առ ժամանակ այս աշխարհը զգում է իր վրա, այս երկիր մոլորակ անգամ զգում է իր վրա ազդեցությունը թե սատանայի թագավորության, թե Աստծո թագավորության։ Դա աշխարհն է, որի մեջ մենք հանդիպում ենք, բախվում ենք սատանայի հետ, դա աշխարհն է, որ սատանան դեմ է դուրս եկել Աստծուն, դա աշխարհն է, որ ամեն ինչ քաոսի է վերածվել, դա աշխարհն է, որ քո մարմինը գտնվում է կամ հայտնվել է ինչ որ մի ուրիշ իշխանության կամ ազդեցության տակ, այլ ոչ թե բարձրյալ Աստծո։ Հովհաննեսն ասում է, որ աչքերի ցանկություն, մարմնի ցանկություն, այս կյանքի ամբարտավանություն։ Աստված ուզում է, որ մեր մարմինները դառնան Սուրբ Հոգու տաճարներ։ Աստված չի ուզում, որ մեր մարմինները դառնան այլ բան։ Որովհետև մենք ունենք ականջներ, մենք ունենք աչքեր։ Մեր ականջները կարող են լսել բաներ։
Մեր աչքերը կարող են տեսնել բաներ։ Գիտեք, գոյություն ունի ականջների գիրք եւ աչքերի գիրք։ Մարդիկ կարող են լսել եւ դա իրանց հաճելի լինել։ Կարող շատ բան լսի եւ դա իրան հաճելի լինի։ Օրինակ կարան քո ականջներին հիմարություններ խոսան, դու ծիծաղես իրանց հետ։ Խեղկատակություններ կամ գոտկատեղից ներքև անեկդոտներ դու ծիծաղես դրանից, ուրախանաս։ Դա խոսում է, որ քո մոտ գիրք կա։ Եվ դա գալիս է ականջների միջոցով։ Ուրեմն դա քեզ հաճելի է։ Իրականում Աստված ուզում է թլպատի դա։ Մեր աչքերը, մեր ականջները, մեր սիրտը։ Մենք ինչքան բան ենք նայում, չէ՞, ինչքան բան ենք նայում ու իրանց հետ կարծես համաձայն ենք։ Մենք անընդհատ վատ բան ենք լսում, հայհոյանքներ ենք լսում, ինչ-որ ծաղր ենք լսում, ինչ-որ անդադ, ինչ-որ վատ բան ենք լսում եւ մեր ականջները ուղղակի նորմալ է ընդունում այդ ամեն ինչ։ Քո համար խամ չի։ Դա նշանակում է, որ քո ականջները գիրք ունի, այսինքն գիրք կա քո մեջ։ Եվ նույնը աչքերը, որովհետև մենք շատ բաներ ենք տեսնում։ Դա չի խոսում մենակ մի բանի մասին, որ երբ որ մենք գիրք ենք ասում, նկատի ունենանք միայն ասենք սեքսուալ ձգտումները, այլ նաև մենք շատ բաներ ենք տեսնում եւ շատ բաներ ենք ցանկանում։ Մեր աչքերը շատ բան է տեսնում եւ մեր աչքերը շատ բան է շոյում։ Այսինքն թե աչքերը, թե ականջները շահկապված են մարմնի հետ։ Քո ականջները եւ քո աչքերը առանձին բան չի քո մարմնից։ Դա իմ ու քո մարմիններն են։ Դա Աստծո Սուրբ Հոգու տաճարն է։ Մեր աչքերը պատուհան են։ Սրտի պատուհաններն են մեր աչքերը։ Նայելով աչքերին կարաս նայես ինչ կա սրտի մեջ։ Ստեղ Հովհաննեսն ասում է կյանքի ամբարտավանություն։ Եվ դա հոգևոր աշխարհն է։ Ստեղ ամբարտավանություն բառն է, հպարտություն բառն է։ Մենք պետք է գալ Տիրոջ մոտ եւ փշրվել։ Մենք չպետք է գանք ուղղակի կաֆեդրայի մոտ, մենք պետք է գանք ընծայման վայր, որտեղ փշրվում է մեր սրտերը։ Եվ պետք է փոխվի մեր սրտերը։ Դա հոգևոր աշխարհն է, երբ որ ասում է Հովհաննես առաքյալը կյանքի, այս կյանքի ամբարտավանությունը։ Դա հպարտությունն է։ Երեք բնագավառ, որտեղ գիրքը կարող է աճել։ Երեք բնագավառ, որտեղ գիրքը կարող է աճել։ Եվ Հովհաննեսն ասում է այս կյանքի ամբարտավանությունը, աչքերի եւ մարմնի ցանկությունները։ Որովհետեւ մարմինը ինքը ցանկություն կարա ստանա, երբ որ լսում եւ տեսնում է։ Այս երեք բնագավառերում կարող է գիրքը աճել։ Եվ մարդու կյանքը սկսում է մանիպուլացնել այն, ինչ որ աճում է քո մեջ։ Այն, ինչ որ աճում է իմ ու քո մեջ, դա կարող է մանիպուլացնել մեզ։ Եվ մենք դրանից ղեկավարվենք եւ կառավարված լինենք։ Այսինքն դա խոսում է նրա մասին, որ դու ինչ որ բանի կոնտրոլի տակ ես։ Եթե չհասցնեք, ոչինչ, ձայնագրությունը աուդիո տարբերակով կդրվի։ Եվ դա ամենը չի դեռ։ Դա երեք ոլորտներ են, որին պետք է սկսենք հետևալ եւ լինենք զգուշ։ Որովհետեւ Հիսուսը անգամ ասեց, թե ուշադիր եղեք, թե ինչ եք լսում եւ ինչպես եք լսում։ Կամ ինչ ենք տեսնում, կամ ինչ ենք փափագում, կամ ինչ ենք ցանկանում։ Մենք պետք է զգուշ լինենք, որովհետեւ դրանք կարող են վերաճել այնքան շատ, այնքան մեծ, որ ուղղակի մեզ հսկի, կոնտրոլ անի, մեզ մանիպուլացնի ուղղակի։
Ընդհանրապես իմացեք, որ պետք է փախչել, Աստծո խոսքը ասում է պետք է փախչել մեղքից։ Եվ ուղղակի ոչ թե փախչել մեղքից, այլ անգամ երբ որ իրան տեսանելություն կա քո մոտ, իրան տեսանելություն կա, արդեն դա շատ հեռվից տեսանելություն ունես դու։ Դու պետք է այդ ժամանակ փախչես։ Գիտեք ինչ է նշանակում տեսանելություն։ Երբ որ վարորդները քշում են մառախուղի ժամանակ, ասում են, որ տեսանելությունը 4-5 մետր է։ Դա շատ քիչ է։ 2 կամ 3 մետր է, կամ տեսանելություն չկա։ Ուղղակի պետք է կանգ առնել եւ սպասել։ Կամ երբ որ ձեր ոլորանների վրա, պավարոտի վրա դուք գնում եք ու հոծ գիծա, ձեր դեմից մի մեծ մեքենա գնում կամ մեքենա գնում, դուք տեսանելություն չունեք, հոծ գիծը դրա համար է, որպեսզի դուք չանցնեք դա, որովհետև դա վտանգ կարա հանդիսանալ։ Բայց հենց տեսանելություն բացվեց, հերվից դուք տեսաք մեղքը, դուք պետք է այդ ժամանակ փախչեք։ Չպետք է թողակ, որ շատ մոտ գա եւ ասեք, այ հիմի ժամանակն է փախչելու։ Ես ասեմ, նա քեզ կհասնի եւ քեզ կբռնի ուղակի։ Պետք է, եթե ինչքան հնարավոր է տեսանելություն կա հերվից, փախչել։ Ավելի շուտ, քան մենք կմոտենանք դրան։ Ամեն։ Որովհետև չպետք է սպասել, որ ամեն ինչ դառնա շատ վատ։ Պետք է փախչել։ Ոչ թե նա արդեն դեմ է եղել քեզ, ոչ թե նա արդեն քթիդ տակ է, պետք է շուտվանից փախչել։ Նախորոք փախչել։ Շատերը սպասում են, որ ամեն ինչ կփչանա ու նոր կփախչեն։ Մենք գնում ենք քեֆ, ինչ որ միտեղ քեֆ, պայմանավորված։ Ասում ենք, երբ որ տեսնենք առաջի, երկրորդ, երրորդ բաժակը խմեցին, հենց երրորդ բաժակը խմեցին, ուրեմն պետք է փախչել։ Որովհետև մենք գիտենք, որ դրանից հետո սկսում է կաշը։ Սկսում է պրոբլեմները, սկսում է կռիվը, սկսում է ասեկոսները, խոսակցությունները, ռազմորկեկը, երիտասարդները։ Եվ ես չէի սխալվում, երրորդ բաժակից հետո հենց մենք վեր կացանք, արդեն իրանք խմել են երևի 4-րդը։ Մենք տեսանք, որ դուրս եկան խմբով, որ այնտեղ իրարից հաշիվ մաքրեն, բարձեն կամե։ Եթե աշխարհի քեֆ է, ես երրորդ բաժակից, ես տեսնում եմ երրորդ բաժակը խմեցին, ուրեմն պետք է այդտեղից հեռանալ։ Չպետք է մնալ մինչև վերջ, որ լրիվ կոնցերտներին մասնակից լինել։ Լրիվ կռիվներին թամադա լինել, թամաշանել։ Երրորդ բաժակը աշխարհի ցանկացած հանդիսությունների ժամանակ, ես ասեմ, երրորդ բաժակից պետք է ստեյց մաքրվել։ Նոր եք էլի ես ուր եք գնում, չէ, նոր չենք եկել, արդեն ստեղ բանա թեժանում, հասունանում։ Մենք չպետք է թույլ տանք, որ բաները հասնեն մեր քթի տակ ու մենք նոր փախչենք։ Որովհետև Հովսեփը փախավ։ Հովսեփը փախավ, երբ որ Եփապերեսի կինը իրան անընդհատ օրեց օր ստիպում էր, որ իր այդ փառքի։ Հովսեփը չկանգնեց, չմնա, չասեց ես Հովսեփն եմ, չասեց ես օծված եմ, չասեց որ ինքը փախավ ուղակի։ Վազեց դուրս։ Մեզ պետք է փախնել, ժողովուրդ։ Մի կանգնի ասելով ես ուժեղ եմ։ Ոչինչ չի կարող դա անել ինձ։ Մի փորձի որևէ մի բան, որը կարող քեզ վնաս անի։ Շատ դժվար է, ճիշտ է։ Հովսեփը փախավ եւ դա իր վրա արժեցավ 7 տարի բանտարկության։ Բայց եթե չփախչեր, ինչ կլներ իր հետ։ Բանտում 7 տարի անցկացրեց եւ դարձավ վարչապետ վերջում։ Գիտեք, եթե մենք փախչենք, Աստված մեզ կբարձրացնի 100%։ Եթե մենք բոլորս այսպես վարվենք, մեր մեջ նահանջներ չեր լինի։ Մենք ոչ մեկս նահանջ չենք ունենա։
Մեզ պետք է ամեն տեսակի անկապ խոսակցություններից է փախչել։ Պետք չի նստել նայել իր այսին, հետո դու ինչ կասես, հետո դու ինչ կասես, հետո դու ինչ կասես։ Պետք է փախչել։ Զգում եք, որ արդեն համը դուրս է գալի, ուրեմն նախ խորոք պետք է փախչել։ Պետք է հեռանալ այդտեղից։ Առաջ ես կկանգնեի, կշփվեի, կնստեի ու կուզենայի, խորանամ, որովհետև դա հետաքրքրություն է քո ականջներին։ Լսես, իմանաս, էսել իմանաս, մյուսն էլ իմանաս, հաջորդն էլ իմանաս։ Պետք չի իմանալ, պետք է փախչել։ Բա հետո, ես առաջ միշտ տենց էի անում, բայց միք շատ կարճ, եթե տեսնում ես, որ արդեն ծուխ է բարձրանում, պետք է փախչել։ Եվ վերջ։ Եթե մենք այս ձև վարվենք, մենք նահանջներ չենք ունենա, չեր լինի բռնվածություններ։ Հետաքրքրություններ, որոնք կարալ քեզ եւ ինձ տանի բռնվածությունների։ Ոնց եղավ, այս բանը ոնց եղավ, այն բանը ոնց եղավ, այդ այնց հետաքրքրություններից եղավ։ Հիշում եք հայտնի ասացվածքը։ Եթե դուք ակուլտիզմով եք զբաղվել, դև ա եկել ձեր մեջ, ապա պետք չի մեղադրել դևին, դա դուք եք արել, դուք եք վերցրել սուրճի բաժակը, դուք եք վերցրել այդ հետաքրքրությունը, դուք եք մտել այդ բաժակի մեջ, Աստված բաժակի մեջ չի, ճակատագիրը, ապագան, խորհուրդները բաժակի մեջ չեն, Աստծո խոսքի մեջ են։ Պետք չի մեղադրել դևին, թե ինքն է մեղավոր, որովհետև դա դու ես սկսել, քո հետաքրքրությունն ա եղել։ Դուք եք խաղացել։ Մարդիկ մտածում են դրա մեջ ինչ-որ մի անմեղ բան է։ Դա անմեղ բան չի, դա հետաքրքրություն է քո ականջների, քո աչքերի։ Մեղքի աշխարհում կա կրքի համակարգ։ Մեղքի աշխարհում կա կրքի համակարգ։ Մենք բոլորս գիրք ունենք մարմնի հետ կապված։ Մենք բոլորս գիրք ունենք շնչի հետ կապված։ Մենք բոլորս գիրք ունենք հոգևոր մասից։ Դա սուտ չի։ Դա աստծուց չի։ Եկեք մենք այսօր շատ սրաղությամբ նայենք, որովհետև մեզ թվում է, թե անվնաս է, ամեն ինչ անվնաս է։ Գիտեք, մարդիկ, որ բարոյական են ապրում, մտածում են, իրանք գիրք չունեն։ Սպասեք, դրա մասին մենք կամաց կխոսանք, կամաց կիշնենք։ Դա հորից չի գալիս, դա գալիս է սատանայից։ Դա գալիս է աշխարհի համակարգից։ Համակարգ բառից առաջ կարելի է դնել պտահողմ բառը։ Համակարգ բառից առաջ կարելի է դնել պտահողմ բառը, մրիկ բառը, ուրագան բառը, սմերջ բառը։ Հասկանալի է, չէ՞ պտահողմը ինչ է։ Եթե այս երկուսը իրար հետ դնենք, ավելի պարզ կհասկանանք, թե ինչի մասին է խոսքը։ Համաշխարհային համակարգը անցնում է։ Համաշխարհային համակարգը կանցնի։ Գրված է, որ աշխարհի ցանկությունները կանցնի։ Այսինքն դա համակարգ է եւ քաոս վիճակ է։ Դա կանցնի։
Բայց հորը կամքը կատարողը կմնա։ Այսինքն դա քամի է, դա պատահում է, պատտվեց, քաոս արեց, դա կանցնի։ Եվ նրա գիրքը կչքվի։ Նրա գիրքը կչքվի։ Մենք մի օր իրականում ապրելու ենք մի վիճակի մեջ, որտեղ չի լինելու այս բաները։ Որտեղ չի լինի գայթակղությունը, որտեղ չի լինի մեղքը, որտեղ չի լինի դժվարությունը, որտեղ չի լինի ստիպված, որ դու հակառակ գնաս դրան։ Մենք կապրենք ազատ, հուր հավիտյան։ Եթե դուք պատմությունը գիտեք, մի քանի բան ասեմ դրա մասին։ Ես սա չեմ հիշում, Արտուշի հետ եմ կիսվի կարծեմ։ Մենք ունենք 3 մարդ ստեղ։ Դա Ալեքսանդր Մակեդոնացին էր, դա Նապոլեոն Բոնապարտն էր, դա Ադոլֆ Հիտլերն էր։ Այս երեքը իրանց ժամանակների մեջ ցանկացել են ստեղծել աշխարհահամակարգ, որը կունենա 1000 տարի ձև թագավորություն։ Այսինքն կստեղծեմ մի աշխարհ, որտեղ իմ ստեղծածով 1000 տարի աշխարհը կտեսնի այդ համակարգը։ Եվ քանի որ որոշ բաներ պատմությունից գիտենք, որ Ալեքսանդր Մակեդոնացին այդքան էլ հակված չէր նորմալ ապրելու, հակված էր համասեռամոլության, իր համակարգը Իրանից հետո քանդվեց։ Տարիներ տևացին եւ քանդվեց լրիվ։ Նույնը Բոնապարտն ուներ, եւ Բոնապարտն ինքը ուժեղ մարդ էր, լուրջ ուժեղ մարդ էր, բայց իրա, որը ուզում էր ստեղծել 1000 տարի նորից թագավորություն, որ Ֆրանսիան 1000 տարի լինի դոմինանտ, իրա աշխարհահամակարգը քանդվեց իրա պոռնկությունների պատճառով։ Եվ նույնը մենք գիտենք, որ Հիտլերը ուզում էր երրորդ ռեյխ ստեղծել, որ 1000 տարի կթագավորի։ Այսինքն Գերմանիան կլինի 1000 տարի հետալուն։ Իրանք անգամ 3-ն էլ, վստահ եղեք, որ 3-ն էլ չգիտեն թե ինչ է նշանակում 1000 տարի։ 1000 տարի, դու քո գաղափարները պետք է այնքան ուժեղ լինեն։ Քո գաղափարները այնքան պետք է ամուր լինեն, քո համոզմունքները պետք է այնքան ուժեղ լինեն, որ քո ստեղծած երկիրը, պետությունը, աշխարհը 1000 տարի թագավորի եւ մնա, կայուն մնա եւ ինքը իշխի կամ ղեկավարի աշխարհը։ Դա գողացված Աստվածաշնչից։ Հիսուս միակն է, որի թագավորությունը 1000 տարի կթագավորի։ Եվ 1000 տարի թագավորումը Աստծո կամքը, ցանկությունը, որոշումները, գաղափարները, դա հայտնություններ է ժողովուրդ։ Մարդը չի կարա իր գաղափարներով 1000 տարի համակարգ ստեղծի, որ դա կենա։ Ոչ մեկին չի հաջողվել դեռ, եւ դա միայն Հիսուսին է հաջողվելու։ Տեսեք, ասում է, այս ամեն ինչը կանցնի, բայց հոր կամքը կմնա։ Աստված իր մտահղացումները, իր գաղափարները, իր խոսքը, իր մտահղացումները, իր մոտիվները կմնա հավիտյանս։ Որովհետև դա չի բխում կրքից։ Դա բխում է արդարությունից, դա բխում է ճշմարտությունից։ Նրանք չգիտեն, թե ինչ է 1000 տարին։ Որովհետև պատկերացնում եք այդ Հիտլերիկին, որ 1000 տարի ինքը հետ գնար, 1000 տարի առաջ իր ցեղը, իր գերմանացի ցեղը, եսի եղել է, թե չի եղել անգամ, կամ եղել են աբորիգեններ կամ վիկինգներ, չգիտեմ ով են եղել։ Այսինքն համակարգը, որը կառուցված է կրքի վրա, նա կփլուզվի։ Եվ Հիտլերի գիրքը դա տիրելն էր աշխարհին։ Պատկերացնում եք, Մակեդոնացի գիրքը տիրելն էր աշխարհին։ Եվ 1000 տարի պահել է ձև։
չստացվեց։ Ոչ նրա մոտ, ոչ էլ երրորդի։ Որովհետև դա մեկ ընդմիշտ չէ։ Կիրքը։ Դա անցողիկ բան է։ Աշխարհը կանցնի, իր ցանկություններն է կանցնի։ Համակարգը կգնա կանցնի եւ իր ցանկություններն է կանցնի։ Եվ ամեն ինչ կփոխվի։ Մենք կապվել ենք նրա հետ։ Հետո մենք դարձել ենք նրա մասը։ Պատկերացնում եք, մենք կապված ենք նրա հետ։ Մենք կապվեցինք նրա հետ, մենք դարձանք նրա մասը ու հանկարծ նա անհայտացավ։ Հարց, դուք որտեղ եք լինելու, մենք որտեղ ենք լինելու, եթե դու մի բանի հետ ես կապվել և դարձել նրա մի մասը, և ահա այդ գաղափարը էլ չկա, որտեղ կմնաս դու։ Չէ՞ որ այս բիզնես ընկերներ կան, ունեն իդեաներ, ունեն մտահղացումներ, ունեն պլաններ, ունեն բիզնես ծրագիր։ Իրանք դառնում են նրա մասը, միանում են այդ բանին, բայց հետո, երբ որ այդ գաղափարը քանդվում է, իրանք մնում են օթեմ ուղակի։ Աշխարհը կանցնի, իր ցանկություններն է կանցնի։ Երկրի երեսից կանհայտանա ամեն ինչ։ Մենք պարտվում ենք, մենք կպարտվենք, մենք կամ է պարտվել ենք արդեն։ Գիտենք, եթե մենք Աստծո կամքով ենք ապրում, մենք չենք պարտվում։ Մենք պարտվում ենք, երբ որ մենք ապրում ենք ուրիշ մտահղացումներով, երբ որ մենք ապրում ենք աշխարհի մտահղացումներով, երբ որ մենք ապրում ենք աշխարհի գաղափարախոսություններով, երբ որ մենք ապրում ենք աշխարհի ցանկություններով, գրված է, որ նրա ցանկությունները կգնա։ Աշխարհը կանցնի, նրա ցանկություններն է կանցնի, բայց նա, որ Աստծո կամքը կկատարի, հավիտյան պիտի մնա։ Ուժեղ է սա ժողովուրդ։ Իրականում սա ուժեղ է։ Հիմա մենք պետք է որոշում կայացնենք։ Աշխատել, ապրել Քրիստոսի հետ։ Որովհետև եթե մենք աշխատենք Քրիստոսի հետ ապրենք, որովհետև ես միանում եմ իրան, իր գաղափարներին, իր հայտնություններին, իր խոսքին եւ իր կամքին, ես հավերժ կապրեմ։ Ես հավերժ երջանկություն կունենամ։ Ես հավերժ ուրախություն կունենամ։ Ես չեմ դառնա ինչ-որ մի բանի մաս, ես դառնում եմ իր հավիտենական կյանքի մասը։ Երջանկությունը, ուրախությունը դառնա հավիտենական կյանքը իմը։ Առաջի, ինչ է կիրքը։ Ինչ է կիրքը։ Երբ խոսում ենք կրքի մասին, մենք պետք է իրան սահմանենք անգամ։ Գիտենք, մենք սրա մասին չենք խոսում եկեղեցում, իրականում չենք խոսում։ Երեք, երբ որ մարդուն տեսնում ես խնդրի մեջ, չես ուզում խոսած դրա մասին, որովհետև մտածում ես կամ իրան ես վիրավորում, կամ քո մեջ էլ կա այդ խնդիրը, բայց պետք է խոսվա։ Եվ առանց փոխզիջման պետք է խոսալ սրա մասին։ Չվախենալ, որ ասել դա կիրք է։ Որովհետև ինչ ես լսում եւ ում ես լսում, առաջի հերթին։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը, որտեղ ես նայում, ինչին ես նայում, ինչ ցանկություններ կա քո մեջ։ Մենք չենք խոսում այն բանի մասին, որ ինչ-որ մեկի մեջ ես ուզում եմ թե անբարոյականություն գտնեմ, ոչ, դա ինքնին այդ ձև չի միանգամից, որովհետև մեր մոտ միանգամից կիրք բառի հետ կապված է մենակ շնություն բառը։ Բայց եկեք նայենք մի քիչ, որովհետև սա լիքը բացատրության կարիք ունի, թե ինչ է կիրքը։ Եկեք սահմանենք դրան։ Դա չափազանց ցանկությունն է։ Չափազանց ցանկությունն է։ Անչափ, այսինքն չկա չափ։ Մարդուն մոտ չկա այդ չափի զգացողությունը։ Այսօր ես առավոտ ստեղ նստած աղոթում էի ու հիշեցի
եղբայրներից մեկի խոսքը, որ ասում էր այս ինչ բանը շատ չի կարելի։ Ես մտածի, որ ամենահիմար բանը, որ ես երբևից լսել եմ, դա իր ասած խոսքն է։ Բայց տարիներ հետո, 30 տարի հետո ես գալիս եմ այն համոզմունքին, որ ինքը ինչ-որ բան մոտավորապես ճիշտ էր ասում։ Եվ իր մոտավորապես ասած ճիշտը չէր կարողանում բացատրել։ Այո, ինքը ճիշտ բան էր ասում, այդ չէր կարողանում բացատրել։ Մենք հիմա ունենք մեր ձեռքի տակ այս նյութը։ Դա կոչվում է չափազանց, անչափ ցանկություն։ Ցանկություն բառը հարմար է գրել ցանկություն բառը։ Մենք կարող ենք լավ բաներ ցանկանալ ուղղակի։ Մենք կարող ենք լավ բաներ ցանկանանք։ Բայց երբ որ մենք չափից դուրս ենք ցանկանում դա, եւ անհաղթահարելի է այդ ցանկությունը, դու չես կարողանում հաղթահարել, որովհետեւ ինքը ավելի ուժեղ է քեզանից, ավելի բարձր է քեզանից եւ նա կոնտրոլ անում քեզ։ Եվ դու չես կարողանում ասել հերիքա։ Չես կարողանում հաղթահարել այդ ցանկությունը։ Դա կլանող է այդ ցանկությունը։ Եվ լավ է ավելի ստուգել, թե դա որտեղից է գալիս, այդ ցանկությունը։ Եթե չափազանց ցանկություն է բավարարել մարմնի եւ շնչի կարիքը, եթե չափազանց ցանկություն է բավարարել մարմնի եւ շնչի կարիքը, ուրեմն ձեր ձեռքի մեջ կիրք կա։ Նույնիսկ կրկնեմ, որովհետեւ սա կարեւոր է, չափազանց ցանկություն է։ Եթե չափազանց ցանկություն է բավարարել մարմնի եւ շնչի կարիքը, ուրեմն մեր ձեռքերի մեջ կիրք կա։ Եվ դու դրան չես կարողանում երբեք ասես հերիքա։ Լինի դա շնչի, լինի դա մարմնի։ Իրենք այն որ դու չես կարողանում կանգնել եւ չափ չկա, չգիտես որտեղ է դա ավարտվեմ։ Չգիտես որտեղ է դա վերջանամ։ Գնում, շարունակում, եւ դա վերջ ունի ոչ մի տեղ։ Դա խոսում է, որ կիրք կա քո մեջ։ Դա խոսում է, որ մենք կիրք ունենք բոլորս էլ։ Երբ որ դու չգիտես շնչի եւ մարմնի ցանկությունը որտեղ է ավարտվում։ Ուրեմն դա չափազանց է։ Եվ դա մարդկային չի։ Հասկանում եք ինչ է նշանակում մարդկային չի։ Դրա հետևին կանգնած է կոնկրետ ոգի։ Դրա հետևին կանգնած է կոնկրետ հոգևոր աշխարհ։ Իրենք պետք է գալ երևի Կիրակի օրը եւ ստեղ խոսալ դրա մասին, որպեսզի եկեղեցին ինքը մի հատ հասկանա, թե ինչի իր մոտ էս խնդիրը կա։ Որն է պատճառը, որ ինքը ճեղքումներ չունի էլ։ Որն է պատճառը, որ Սուրբ Հոգին չի գալիս։ Ինչն է ավելի գերակշռում, որ ինքը ցանկանում է քան Տիրոջը։ Որովհետեւ միայն Տիրոջը ցանկությունը, որը կարա վերջ ունենա, դա է արդարացված։ Միայն Տիրոջ նկատմամբ փափագը, որը կարա լինի չափազանց, դա է, որ արդարացված է։ Մնացած բաները խոսում է կրքի մասին, որի աղբյուրը Աստված չի։ Ուրեմն դա չափազանց է, եւ դա մարդկային չէ։ Բնական չէ, այսինքն։ Դա մաքուր չէ, եւ դա սուրբ չէ։ Դա եկել է ինչ որտեղից։ Դա եկել է ինչ որտեղից։ Չափազանց ցանկությունը բավարարել քո ոչ բարձր բնությունը։ Չափազանց ցանկությունը բավարարել քո ոչ բարձր բնությունը։ Իրեք ինչի մասին է խոսքը։ Որովհետև մեր բնությունը, մեր էությունը ֆիզիկական, շնչավոր, դա ցածր մակարդակ է։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Մարմինը սահմանափակ է, շունչը
Մարմինը, դրանք սահմանափակ էություններ են։ Դրանք սահմանափակ են իրանց ժամանակի առումով եւ ամենտեղ գտնվելու առումով։ Իրանք չեն կարող լինեն, բայց բարձր է իր ցանկությունները։ Հասկանում եք, ինքը մի փոքր բան է, բայց ինքը անհագ է։ Դրա հետևին կանգնած է ինչ-որ ուժ։ Բայց մենք մոռանում ենք կոնկրետ հոգին, որ կարա ընդունի այդ ամեն ինչը։ Բացարձակ, չափազանց, ավելի շատ Աստված, ավելի շատ Աստծո ներկայություն, ավելի շատ իր նկատմամբ ծարավ։ Սա պրոբլեմ է, ժողովուրդ։ Երբ որ մեր մոտ սա խառն է, մեր մոտ մարմնինը, շնչին առաջի տեղն է, հոգևորը ընդհանրապես չկա։ Մենք ցանկանում ենք ավելին, կիրք։ Գիտենք, երբ որ մարդը, եզև ասեմ, իր մոտ չափազանց է այդ ամեն ինչը, պատկերացնում եք չկառուցել տուն, երջանիկ տուն, չկառուցել երջանիկ կյանք, դրանք մարմնի ցածր կարիքներ են, ինչքան ուժեղ է մեկի մոտ, որ ունենա տուն կոնկրետ, բայց ինքը չի կարողանում կառուցել մեծ տուն, լավ տուն, երջանիկ տուն, բայց անդադ ձգտում է, ինքը կարա չունենա, բայց կիրք ունենա։ Բոլորս այսօր ուզում ենք տուն ունենանք։ Ամեն հայի երազանք իր սեփական տուն ունենալն է։ Բայց երբ որ դա քո կյանքի մի գերագույն նպատակն է, դա քեզ երջանկություն չի բերելու։ Անցեք Ձորիեն կոմը, տեսեք ինչքան կիսատ տներ կա։ Երկրորդը, կիրք, ինչ է կիրքը։ Դա զգայական ցանկություն է։ Գիտեք, մենք պետք է ճիշտ օգտագործենք այն, ինչ Աստված մեզ տվել է։ Կիրքը զգայական ցանկություն է։ Մենք թողել ենք անչափ, չափազանց, մենք թողել ենք չափազանց, մենք թողել ենք անչափ, մենք թույլ ենք տվել, որ դա տեղի ունենա անչափ, մենք դա թույլ ենք տվել, որ դա դառնա անչափ, շատ, չափազանց, դա դարձել է զգայական։ Այն ինչ, որ ես ու դու թույլ ենք տալի, որ դա դառնա չափազանց, դառնում է մեր զգայական կյանքը։ Մենք միայն դա ենք զգում, մենք միայն դրանով ենք ապրում։ Դա մեր զգայական կյանքն է դառել։ Մարդիկ անգամ են ապրում էմոցիաներով, զգացմունքներով, որովհետև թույլ են տվել, որ դա դառնա չափազանց եւ շատ մեծ, շատ։ Զգայականը կարա լինի անմաքուր։ Ինչքան հավատացյալներ կա, ինչ ես զգում։ Ոչինչ էլ չեմ զգում։ Ինչեմ ես Կիրակի վրա արդեն հուշում դրա մասին։ Դու չես կարող զգաս ներկայությունը։ Դու իմ ներկայությունը չես կարող զգաս։ Զգայականը անմաքուր է, նա կապված է ամենամեղանչական կողմերով երկրի վրա։ Կյանքի ամենամեղանչական կողմերով երկրի վրա։ Զգայականը կապված է ամենամեղանչական կյանքի ամենամեղանչական կողմերով երկրի վրա։ Հնարավոր է բարդ թեմա է, բայց սա շատ կարևոր է, որովհետև ես դու ապրում ենք մարմնի մեջ զգայական աշխարհում, ցանկությունների աշխարհում, ծով ցանկությունների։ Կիրքը զգայական ցանկություն է։ Կիրքը զգայական ցանկությունն է, որն է հիմնականում մոտիվացվում է ագահությամբ։ Մոտիվացվում է ագահությամբ։
Գիրքը զգական ցանկություն է, որն է հիմնականում մոտիվացում ագահությամբ։ Ոչ թե նորմալ ախորժակով։ Ոչ թե նորմալ ախորժակով։ Հիմա թող լսեն նրանք, ովքեր աուդիո տարբերակով լսում են ինձ։ Ոփն ու փենեհեսը իրանք խնդիր ունեին։ Եվ գիտենք իրանց խնդիրը ագահությունն էր։ Գիտենք, որ իրանք ագահ մարդիկ էին։ Եվ իրանք շնանում էին խմբերով, կանանց հետ, խորանի մոտ։ Եվ սրանք մի ուրիշ խնդիր էլ ունեին, եւ երբ որ զոհ պետքա արվեր, զոհ արվում էր, երբ որ պետքա ուղղակի քահանան, աշխատողը, ծառայողը պետքա գցեր այդ չանգյալները, այդ կրուչոկները պետքա գցեր, որ միս աներ, նրանց պետքա եփած, խաշած միս տար։ Սրանք ասում են ոչ։ Նրանք հում միս էին ուզում։ Միս էին ուզում, ուշադիր եղեք ինչ եմ ասում, միս էին ուզում։ Եվ իրանք հում էին ուզում, որպես իրանց համար խորովեն եւ ուտեն։ Երբ որ իրանց ասում էր սպասեք, նրանք ասում են չէ, եթե դու չտաս, մենք զորով կառնենք քեզանի։ Գիրքը մենակ ուտելիքի ուղղությամբ չի գնում։ Եկեք մի ուրիշ բան էլ նայենք սրա մեջ։ Մենք սա միշտ խոսացել ենք, արդեն երկար տարիներ խոսացել ենք։ Եթե Աստված չտա ինձ փող, ես վար կվերցնեմ։ Եթե դու չտաս, ես զորով, ուժի զորով վար կվերցնեմ։ Դա խոսում է մարդու կրքի մասին, որ ինքը գիրք ունի իր մոտ։ Ես համոզված եմ, որ վարգ վերցնող մարդկանց 99% մասը, ես կքննադատվեմ սրա համար, որովհետև սա գնում է ձայնագրության, ես չեմ վախենում քննադատվեմ։ Ասեմ, որ Հիսուս պոպուլյար չէր։ Հիսուսի քարոզները պոպուլյար չէին, որովհետև ինքը կարար Աբրահամի սերունդին ասել, որ դուք սատանայից եք, ձեր հայրը սատանան է։ Եվ նրանք քարեր էին վերցնում, ասում ոնց թե մեր հայրը Աբրահամն է, դու ինչ ես հայհոյություն ես անում ես։ Իրա քարոզները պոպուլյար չէին։ YouTube-ը ինքը քննադատված էր։ Շատ քիչ դիտումներ ուներ եւ քիչ հավանություններ եւ շատ քննադատություններ։ Նույն բանը այսօր է կատարվում։ Նայում եք Աստծո մարդիկ քարոզում են, մի քանի հոգի են նայում։ Պոպուլյար չեն, ճշմարտությունը պոպուլյար չի։ Եվ նրանք, ովքեր վերցնում են դա, ասում են նախորոք, եթե Աստված չտա, մենք զորով կառնենք։ Դա խոսում է կրքի մասին։ Եվ այս մարդիկ գիրք ունեին, եւ այս մարդիկ միս էին ուզում ուտեն։ Գիրքը դա նորմալ չի, դա պիղծ ցանկություն է։ Եվ միշտ գիրքը մոտիվացվում է ժլատությամբ։ Գիրքը մոտիվացվում է ժլատությամբ։ Ինչի մարդը կարա չտա։ Որն է պատճառը, որովհետև գիրք ունի իր մեջ։ Գիրք ունեցող մարդիկ ընդհանրապես դժվար են տալիս Աստծուն։ Օրեր առաջ ես մի եղբոր հետ կիսվում եմ, ասելով, որ մենք ունենք բավականին շատ ոսկեղեն, մեր չափանիշում, մեր չափերով եմ ասում։ Ես երկու մասից նրանց զոհ եմ արել։ Օրեր առաջ ես հիշում եմ, որ պետք է ինչ-որ ոսկեղեն ունենանք ու հարցնում եմ Լավրային։ Մենք ինչ ոսկի ունենք, բեր տեսնեմ, հետաքրքիր է։ Մի երկու հացես թեթև ինչ-որ պուճուր բաներ, որ ծախես իրար հետ կարող 20,000 դրամ մեջ անի։ Ասում եմ, ես սա զոհ եմ արել, այդ երկու մասից, որ ես զոհ եմ արել, ես զոհ եմ արել, որ Աստված ներկա լինի։ Ես զոհ եմ արել, որ կրակ լինի, ես չեմ զոհ արել, որ ինձ փող գա։ Ես զոհ չեմ արել, որ ինձ ոսկեղեն հետ գա։ Ես զոհ եմ արել, որ զոհասեղանի վրա կրակ լինի։ Զոհ եմ արել, որ նրա ներկայությունը գա իմ կյանքի վրա։ Երկու մասից ենք մենք զոհ արել։ Ես չեմ ասում, որ դուք անեք դա։ Լուծեք ձեր մեջ այդ հարցերը, թե ինչի դու կարաք հեշտությամբ տակ եւ հեշտությամբ չտակ։ Ինչի որոշների մոտ այս խնդիրը հանկարծակի առաջանում է, որ 10-րդ է, ճիշտ է թե ճիշտ չի։ Ինչի են քրիստոնյաները գժվում։ Ինչի է մոլեգնում քրիստոնեական աշխարհը, թե դա հին ուխտն է, սա խոսում է ներսում մոտիվացիայի մասին, ինչ որ ժլատության եւ կրքի մասին։
Եվ դա մարիանք արդարացնում են ամեն բան, որ ասեն դա Աստծո խոսքը չի, եթե Աստծո խոսքը չի, ուղղակի կտրեք նրան ընդեղից ու դուրս շպրտեք։ Ու այն ժամանակ խոսանք ձեր ձեռքին իսկական Աստվածաշունչը, թե դուք հերձվածողություն եք քարոզում արդեն։ Սա ուժեղ է ժողովուրդ։ Գիրքը դա ցանկություն ստանալն է։ Ցանկություն ստանալ ավելին քան հասնում է։ Ցանկություն ստանալ, քան դա քեզ հասնում է, որովհետև դու ունես չափ։ Դու կարաս անգամ աբժոր լինես, որգրամոլ, այսինքն, որգրամոլ։ Եթե քեզ 3 ձու է հասնում, բայց դու կարաս դեռ միևնույն է, մի յաչեյկա ուտես, դա արդեն խոսում է քո կրքի մասին։ Դու ունես գիրք։ Եվ Աստծո խոսքը ասում է, որ նա անսանձ է։ Ուրեմն քեզ 3 ձու հասնում կամ 2, այսինքն ցանկություն, որ դու ունես, այդքան է, քանց քեզ հասնում է, չափսդ, զգացմունքներդ, ինչ է կատարվում քո մեջ, վերջապես։ Ինձ այսքան է հասնում, այսքան եմ ես կարողանում, այսքան եմ ես ստանում, ոչ թե ավելին։ Դա մասին մի քիչ հետո կխոսանք, որովհետև նա ախորժակ ունի։ Ցանկությունը, որ մարդը ստանում է, քան իրան հասնում է, քան պահանջվում է, նա ախորժակ ունի, ինչը հոգևոր չի, ախորժակ ունի և ինչը հոգևոր չի։ Իրա մոտ ամեն ինչ կորած է բացի ախորժակից։ Նույնը գոմիկների մոտ, ամեն ինչ կորած է իրանց մոտ բացի ախորժակից։ Եվ դա սուրբ չէ, եւ դա սուտ չէ, դա նորմալ չէ, եւ դա չեզոք էլ չի անգամ։ Որովհետեւ նա անդադ հետապնդելու է քեզ։ Նա անդադ հետապնդելու է քեզ։ Կրքի հետևում կանգնած է սատանան։ Ուշադրություն դարձեք ինչ եմ ասում։ Կրքի հետևին կանգնած է սատանան։ Եվ ինքը լիցքավորված է։ Ինքը լիցքավորված է կրքով։ Աշխարհը ամեն կրքի հետևին կանգնած է սատանան։ Այս աշխարհի համակարգի մեջ դրա համար կա ցանկություններ, որովհետև աշխարհը կանցնի մրրիկի նման եւ նրա ցանկությունները կանհայտանան, բայց Աստծո կամքը կատարողը հավիտյան կմնա։ Կրքի հետևին կանգնած է սատանան եւ նա լիցքավորված է նրանով։ Դրա համար նրան վտարել են երկնքից, հասկանում եք։ Վտարել են երկնքից։ Ինքը իր սրտի մեջ ասում էր. հիմա ես կելնեմ, իմ աթոռը կդնեմ Աստծո աթոռից բարձր։ Ավելին ուզում, քանց ինքն է։ Ավելին ուզում, քանց իրան հասնում է։ Ավելին ցկտում, քանց ինքը ունի։ Կդնեմ ավելի բարձր եւ ես կպաշտվեմ իբր Աստված, բայց Տերը նրան իբր պիղծ շպրտում է ներքև։ Այդ դրա համար ինքը վտարված է երկնքից։ Որովհետև ցարավ ուներ իշխանության։ Այսօր նայեք աշխարհը, սաղ իշխանություն են ուզում։ Բոլորը իշխանություն, մեկին են մի քիչ իշխանություն տու, դες ոնց է ոտները կռիլո գցում, ձեռները կռիլո գցում, կռիլո անում։ Կռիլո հասկանում եք, ձև։ Արդեն սենց է խոսում, արդեն սենց է քայլում, արդեն վերջ։ Այդձև մարդ կա, այդձև շատ մարդ կա։ Տուր իրան կաֆեդրա, տուր իրան միկրոֆոն, տուր իրան հնարավորություն, մի քիչ հնարավորություն, վերջ, ինքը կորցրեց իրան էլ սաղին էլ։ Ես կաֆեդրա չեմ ուզում ժողովուրդ, ես ընծայման վայր եմ ուզում։ Իսկ կաֆեդրան հետաքրքիր չի։
Ինձ պետք է փշրվել Տիրոջ առաջ, խոնարհվել Տիրոջ առաջ։ Ոչ թե այստեղ շեֆս գամ սա ինձ, որովհետև ես ուզում եմ ստեղից ասող լինեմ։ Ոչ, ինձ տրված է սովորացնել, որպեսզի այստեղ տեսնում ենք հենց սկզբից, եթե չի սովորացնեմ, եթե չի աջակցեմ, եթե չի օգնեմ, մոռացեք, որ դա պետք է մեզ։ Մեզ պետք չի այդ ավետարանը, մեզ պետք չի այդ ձևի քրիստոնեություն, որ չի կարողանում օգնել։ Դրա համար Աստծո խոսքից մենք միանգամից այստեղ եկանք, աշխարհը կանցնի, որովհետև դա աչքերի ցանկություն է, մարմնի ցանկություն է, այս կյանքի ամբարտավանություն է, դրանք կանցնեն, բայց Աստծո կամքը անողը կմնա։ Ծարավեր գահին, ծարավեր իշխանությանը, որպեսզի բարձրացնի ինքը իրան մնացածի վրա։ Հասկանում եք, թե ինչի են ընկնում մարդիկ։ Ինչի այլևս չեն բարձանում բեմ, ինչի այլևս չեն ծառայում բեմից։ Ո՞վ է մեղավոր, Հովվը։ Ոչ։ Մի եկեք ուզենակ արդարություն, ուզենակ արդարանալ, որ Հովիվն է մեղավոր, որ մենք այսօր այս վիճակի մեջ ենք։ Դա քո ժլատությունն է քեզ գցեմ։ Դա քո ժլատությունն է, դա քո կիրքն է քեզ վայր գցեմ։ Կրկի պատճառով են կորցնում մարդիկ։ Ցանկությունը գնում է, պատկերը գնում է, այդ նկարը գնում է եւ ցանկությունն էլ է կորչում։ Ինչին միացել է, ինչի հետ համաձայնվել է, ինչի հետ դարձել է մի մասը, մի դա չկա։ Ոնց կարա գակ խորամանկ հարցեր տալ ստեղ, ասել, որ պետք է անել այս բանը, թե չէ։ Ես 18-19 տարի գոռում եմ, որ սա է ասում Աստծո խոսքը։ Ուզում եք ես հազավ այդ անհնար եմ, չի լինի տենց բան։ Ես ասում եմ նույն բանը, նույն ձևով, նույն առոգանությամբ, նույն տոնով, նույն հոգով, նույն մոտիվով, անընդհատ։ Ինձ պետք չի, որ մեկը հարստանա կամ չհարստանա, դա ինձ պետք չի։ Դա ինչ-որ մեկին է պետք եւ ինչ-որ մեկը գիտի ոնց կնա դրան հասնի։ Ես հավատում եմ, որ Աստված քչի մեջ ավատարիմ եղողին շատի մեջ է դնում։ Ուղղակի դու հասնելու համար խոնարհվում ես դրա մեջ։ Իջնում ես դրա մեջ։ Լինել կրկոտ նշանակում է լինել բռնված անհաղթահարելի գայթակղությունից։ Կրկնեմ նորից, լինել բռնված, լինել կրկոտ, նշանակում է բռնված լինել անհաղթահարելի գայթակղությունից, որովհետև գայթակղություն դա ուժ է։ Դա ուժ է։ Այսինքն դա անվերահսկելի ուժ է։ Ոչ մեկ չի կարա դրան վերահսկի։ Եթե դու տեսար հերվից, եթե տեսաներություն բացվեց, դու տեսար իրան հերվից, դու պետք է այդ ժամանակ փախչես։ Չպետք է փախչես այն ժամանակ, որ արդեն ինքը քեզ պատին է դեմ տվել։ Դու էլ տեղ փախչելու տեղ չունես, դու փակուղու մեջ ես։ Հերվից տեսար, փախի։ Հերվից գացիր, փախի ուղակի։ Անհաղթահարելի վիճակ, որին մենք ի վիճակի չենք հաղթել։ Ահա թե ինչ է կիրքը։ Մի մարդ վկայում է, որ խոստովանություն անում, գալիս խոստովանություն անում, ասելով, որ ես շնանում էի։ Ինչպես մի եղբայր տարիներ առաջ կասել, մի բեզբոժնը գրիշիլի։ Շնանում էի, ասում էր։ Եվ պատրաստ էի, երբ որ զանգ ստանայի, ամեն ինչ թողնեի եւ վազեի սիրուհու մոտ։ Եվ հանկարծ ինքը մի օր սիրուհին զանգում է մի հյուրանոցից եւ ասում է. ես պատրաստ եմ, այստեղ եմ եւ այսինչ տեղն եմ եւ ես լրիվ պատրաստ եմ, սպասում եմ քեզ։ Հանկարծ ասում է, լրիվ ամեն ինչ փոխվեց իմ 4 կողքը։ Սկսեց մատերիցը ջուր կաթալ, քրտինքը վրա տվեց։ 30 վայրկյանում ես հասա այնտեղ։ Հասկանում եք, դա ինչ է, դա գիրք է, որի համար մարդը վայրկյանապես անում այդ բաները։ Ինչի մենք Աստծո կամքը չենք անում վայրկյանապես։
որովհետև չունենք Աստծո նկատմամբ սեր, կիրք։ Ինչի մենք կարանք ուրիշ բանի համար մենք հասնենք 5 րոպեմ այնտեղ, բայց չեն կարա Աստծո գործ անենք պատշաճ ձևով, որովհետև դա կիրք է։ Եթե հակառակվենք, մենք կհաղթենք։ Եթե մենք հակառակվենք կրկին, մենք կհաղթենք։ Իսկ հիմա պետք է բերել Կիրակի օրը ու սկսել խոսալ այս բանի մասին։ Նորից խոսալ։ Ոչ մի անգամ մի ասեք, ես թույլ եմ։ Ես չկարողացա դա անեմ, սուտ եք ասում։ Մենք ամեն բանի մեջ թույլ ենք, հոգևոր բանի մեջ թույլ ենք։ Մենք չենք կարող հակառակվենք, թույլ ենք։ Մենք չենք կարող հաղթենք, թույլ ենք, բայց ուրիշ բանի մեջ ուժեղ ենք։ Ու միանգամից ենք, ռեակտիվ ենք։ Սուտ ենք խոսում։ Սուտը ստության հայրը սատանան է։ Դուք ուզեցել եք, դուք ստացել եք դա։ Ինչի համար եկել եք։ Եվ եթե դուք չեք, եթե դուք դա չեք ուզում, եթե դուք դա չեք ուզում, դուք չեք կարող դրանից հրաժարվել, ընդհանրապես ազատվել։ Պետք է ուզես։ Ցանկությունը դա ուժեղ բան է։ Դու ինչ ես ցանկամ, դու ինչ ես ուզում, ինչ կիրք կա քո մեջ։ Ինչից ես վառվում, ո՞րն է քեզ վառում։ Ինչի համար ես դու ուժեղ։ Ես չեմ կարող։ Հավատացյալները սուտ են խոսում, դժոխք են գնալու շատերը։ Շատերը դժոխք են գնալու, անխուսափելի է դա։ Չկարեցա գամ եկեղեցի։ Ավելի ինքը կարևոր գործեր ունի։ Ավելի էր ինքը շագրված այդ բանի մեջ լինել, քան լինել եկեղեցում։ Սուտ են խոսում շատերը, դժոխք են գնալու շատերը։ Շատ սիրուն հավատացյալներ սանրված, կոկիկ դժոխք են գնալու։ Չակերտների մեջ էլ օծված։ Լսում եք ինչ եմ ասում, սա ճշմարտություն է։ Եվ ոչ մեկ չի կարող խուսափի դրանից։ Եթե չհրաժարվենք, մենք մեկ ընդմիշտ կգնանք դժոխք։ Մեր կրքից։ Աստծո համար չի վառվում։ Աստծո համար հանկարծ դմբուանում է։ Աստծո համար հանկարծ էս թմրում է։ Աստծո համար հանկարծ էս դանդաղում է։ Աստծո համար հանկարծ միտքը էլ չի աշխատում։ Ուրիշների կյանքով ապրեմ, ուրիշների հետաքրքրություններով ապրեմ։ Ապրեմ ամեն ինչով բացի Աստծով։ Աստված իրան չի խանդավառում, բայց ուրիշ բաներից ինքը խոդի անգնում մի անգամից։ Դա կիրք է։ Շատերը դժոխք են գնալ, երբ որ ասում են, ես չեմ կարող, ես չեմ կարող Կիրակի գամ, բայց իրան տենում ես թափառում ամենտեղ։ Իրան տենում ես ամեն ինչի մեջ կա։ Քաղաքի լրիվ նորությունները իր հոգսն է դարը համար առաջի։ Դարձել է ժուրնալիստ, բլոգեր, անզուս փաճույքը, չբավարարված, կյանքի չբավարարված կարիքները, Սա կիրք է, անզուս փաճույքը, չբավարարված կարիքները, սա կիրք է։ Ընդհանրապես մեկը միշտ իմացեք, եթե դա կիրք է, հաճույք է, դա չի բավարարվում, ոչ մի անգամ։ Դու դրան չես կարող բավարարես ու ինքը զգաս բավարարված, բավականություն ստացած, դա տանջողա, դա այրողա, դա կոնկրետ տանջում է մարդուն։ Չի լետվում, չի կշտանում, չի բավարարվում, չի ագենում։ Նա դառնում է անհաղթահարելի ուժ իր համար։
Չի կարողանում հաղթել դրան։ Դա դև է եւ դա ոգի է, որը կանգնած է դրա հետևին։ Դա ինձ պետք է ազատագրվել։ Ինքը անհագ է, ինքը խմի մինչև մեռնելը, բայց չի բավարարվի։ Ինքը կանի դա մինչև մեռնելը, բայց դա չի բավարարի իրան։ Պողոսն ասում է ես բավականացած եմ, բավականաչափ բավականացած եմ, ես բավականություն ունեմ, չափսի զգացողություն ունեմ, թե չունեմ, շատ ունեմ, թե քիչ ունեմ, աղքատ եմ, սոված եմ, կուշ եմ, ես բավարարված եմ ամեն բանի մեջ, դա շնորհքն է, դա շնորհքն է, հերիք է իմ շնորհքը, բավական է իմ շնորհքը, գայթակղությունը, որի ստրուկն ենք դառնում մենք, գայթակղությունը, որի ստրուկն ենք դառնում մենք, Հովհաննես 8-րդ գլուխ 44 խոսքը, ինչն է հանդիսանում կրքի աղբյուրը, Հովհաննես 8:44 Ինչն է հանդիսանում կրքի աղբյուրը, Հովհաննես 8:44 Այստեղ գրված է դուք ձեր հորից սատանայից եք ու ձեր հորը բաղձանքն եք ուզում անել, նա սկզբից ի վեր մարդասպան էր, ճշմարտության մեջ կեցավ, դու մեկին, որ կյանք չես տվել ու կյանքը խլում ես այդ մեկի, դու մարդասպան ես, մարդասպանը ընդհանրապես ճշմարտության մեջ չի կենում, որը խլում է ուրիշի կյանքը, աբորտներ անողները, դրանք ուղղակի մարդիկ չեն, դրանց հետևին կանգնած է սատանան, սպանում է խոսքով, դրա հետևին կանգնած է սատանան, սպանում է, վերցրել են քայլը, որ սպանեն, ասեց, որ նա ճշմարտության մեջ չկացավ, նա հենց սկզբից ի վեր ինքը կյանքեր խլում, որ չէր տվել ինքը կյանք, որևէ մեկին նա կոչվում է մարդասպան, եթե դու չես տվել կյանք այդ մարդուն, դու իրավունք չունես խլես, եթե դու խլում ես, ուրեմն քո մեջ ճշմարտություն չկա, ահա, հայրը սպանել է երեխուն 3 տարեկան, 5 օր, 6 օր, դիակը ստեղից ընդեղ տարե, մեշոկի մեջ գցել, վերջապես գտնվեց, ով է մարդասպան, ում մեջ ճշմարտություն չկա, դու իրավունք չունես կյանքը խլես, որովհետև Աստված կյանքը սիրում է, ճշմարտության մեջ կեցավ, որովհետև նրա ներսում ճշմարտություն չկա, երբ նա ստություն է խոսում, բուն իրեններից է խոսում, քանզի նա ստախոս է եւ նրա հայրը, եկեք ստեղ կանգ առնենք, Հիսուս այնքան էլ ասում եմ, որ սենց պոպուլյար քարոզներ չէր քարոզում, սենց հանրամատչելի քարոզներ չէր քարոզում, որ ինչ-որ մեկին դուր գար, ինչ-որ մեկին հաճելի լիներ, ինքը ճշմարտություն էր խոսում էր այն, ինչ որ ինքը գիտեր եւ խոսում էր այն, ջի իմաստը ինքը հասկանում էր ավելի խորը, Իմաստ չունի գիտեք քարոզել, եթե դու ճշմարտություն չես խոսում։ Իմաստ չունի քարոզել, մի բան գամ ասեմ եկեղեցում։ Մի բան գամ ասեմ, էլի բեմից։ Չէ, իմաստ չկա խոսալու։ Իրոք իմաստ չկա քարոզելու։ Եթե դու ճշմարտություն չես քարոզելու։ Եթե դու ճշմարտություն չես ուզում քարոզես, նախ եւ առաջ դա նշանակում է, որ դու ճշմարտության մեջ չես։ Քեզ պետք չի քարոզել։ Եթե դու ճիշտը չես ուզում, ճշմարտություն չես ուզում խոսալ։ Իմ հարցը դարձել է հայոց աշխարհի հարցը, քննադատվում եմ, որովհետև այո, ես ճշմարտություն խոսում եմ, երբեք մեկը չի կարա ինձ ասի, որ ես եկեղեցում չի կարելի լեզուներով աղոթել։ Ցույց տվեք Աստվածաշնչում, որ չի կարելի աղոթել լեզուներով։ Սուրբ հոգով։ Ինչ ենք ապա մկրտվել Սուրբ հոգով։
ումից եմ վախենում եւ ինչի պետքա կոմպրոմիսի գնամ 120 աշակերտ այնտեղ հավաքված Վերնատանը այնքան ուժեղ էր աղոթում որ ամբողջ Իսրայելի մեջ եկած աստվածավախ մարդիկ երկնքի տակ հավաքված եկել էին տոնի երկրպագության եկան Վերնատան մոտ դիզվեցին տենան ես ինչա տեղի ունեմ ես ինչ ձայներ աստեղից դուրս գալի նրանք ոչ մեկից չեն վախում եւ չեն փսփսում եւ կախարդներն ես չեն քրտնջում հասկանում եք ով էր Հիսուսին խաչողը ովքեր էին Հիսուսին խաչողները ջահերով 400 մարդ 400 զինվորներ հռոմեական սմաուսարսապ տարածող ապարատը բռնեցին Հիսուսին խաչ տարան սպանեցին ծեծեցին տանջեցին վախեցավ մեկից չվախեցավ մեկից ես ասած ճշմարտություն եմ ասում եւ Պիղատոսը ասում է ինչա ճշմարտությունը եւ բռնեց եւ ծեծեց Հիսուսին շատերը այսօր կրոնական առաջնորդներ որ լսում եք դուք ճշմարտության ծեծում եք հետո ձեր ձեռքերը կլվակ ասեք ես գործ չունեմ այդ մարդու հետ ուշ կլինի Հիսուս խոսում էր այն, ինչ որ ինքը գիտեր եւ իմաստը ուներ խոսքի։ Եվ ինքը չէր կարողում, ուղղակի ինքը ճշմարտությունն էր խոսում։ Ինչի ստել, ինչի խաբել, ինչի հաջողախոսալ մարդկանց։ Թե ուր են գնում իրանք։ Շատերի մոտ է ձև հաջողախոսություն կա, թե իրանք ուր են գնում, այ պատերազմի մեջ զոհվածները գնում են երկինք։ Սուտ եք խոսում։ Սուտ եք խոսում քարոզիչներ։ Սուտ եք խոսում հովներ, սուտ եք խոսում հավատացյալներ, ամեն ով որ Տիրոջ անունը կանչի նա կփրկվի, ոչ թե պատերազմից զոհվածներ, երկրաշարժից զոհվածներ, աղետից զոհվածներ, ավետարանը չեք քարոզում շիտակ, ինչի խաբել, թե ուր են գնում մարդիկ, ինչի ուզենալ իրանց, ուղղակի ստել կամ հաջողախոսել, դա փոսա, որի մեջ կարան ընկնեն մարդիկ, երբ որ սուտ են խոսում, ասեց դուք ձեր հորից սատանայից եք։ Դուք պետք է ընդհանրապես ասեք նախորդ այդ ճշմարտություն, որ մի գնացեք այնտեղ փոսա, կգնեք փոսը։ Ծանր է, բայց ճիշտ է, որ ասում է դուք ձեր հորից եք, որովհետև ինքը ես նախորդ իր մեջ ճշմարտություն չկար, ինքը սուտ էր խոսում եւ ինքը մարդասպան էր։ Ամբողջ գիրքը բխում է սատանայից։ Նա անգամ ուզում էր սպանել։ Դա գիրք էր։ Եթե ծառայում եք կրքին, ապա սատանան ձեր հայրն է։ Ընտրություն չունեք։ Եթե գտնում եք նրա իշխանության տակ։ Բայց եթե չգանք մենք Գողգոթայի խաչի տակ, մենք չենք ազատվի։ Մենք այլ կերպ ընտրություն չունենք ազատվելու։ Իշխանության տակ ենք։ Նրա սատանայի, եթե չգանք Գողգոթա, որովհետև միակ վայրը, որտեղից վախենում է սատանան, դա Գողգոթան է։ Անգամ մոտիկ էլ չի կարա գա Գողգոթային։ Որովհետև այնտեղ ես դու պաշտպանված, այնտեղ ես դու մեռնեմ քեզ համար։ Հարություն առնեմ եւ նա է ապրում քո մեջ։ Գողգոթայի պատճառով է, որ սատանան գիտի, որ ինքը ամբողջությամբ պարտված է։ Դա իրան հիշացնում է։ Գողգոթայի վրա սատանան ընդհանրապես իշխանություն չունի։ Նա ուժ եւ զորություն չունի։ Գողգոթայում ինքը պարտություն կրեց։ Ահա թե որտեղ է նա պարտվել։ Մեր հաղթանակը Գողգոթայում է։ Եթե մենք գիրք ունենք, մենք պետք է գանք Գողգոթա։ Գողգոթայում ինքը կորցրեց իր գլուխը։ Սատանան կորցրեց իր գլուխը։ Կանոջի ծնվածը ջախջախելու ակու գլուխը ասեց օծին։ Պետք է գալ Գողգոթա։ Եթե գան Գողգոթա, ամեն բան վերջացած է սատանայի հետ։
Գողգոթան։ Հարցերը լուծված են Գողգոթան։ Քանի դեռ մենք գտնում ենք իր տարածքը, մենք իշխանություն չունենք։ Մեզ պետք է գալ Գողգոթայի տարածք, մենք իշխանություն ունենք, մենք այնտեղ ենք հաղթանակ ստացել։ Սատանան ինքը սկզբանե ի վեր մարդասպան էր, որը խլել էր ուրիշների կյանքը, չմնաց ճշմարտության մեջ, հրաժարվեց մնալ ճշմարտության մեջ։ Բայց կարար մնալ ճշմարտության մեջ սկզբից, բայց չցանկացավ։ Եվ այսօր մարդիկ չեն ուզում ճշմարտության մեջ մնան։ Եվ սատանան դառնում է նրանց հայրը, որովհետև նրանք չեն ուզում մնան ճշմարտության մեջ։ Ինչի՞ ես այն օրը իմ ախպերներին ասեցի, որ ճշմարտություն այք, արդարություն սիրեք։ Ոչ մեկից չգվախենա դուք։ Ոչ մեկից։ Արդարություն այք, սա իմ հովն է ինձ ասե։ Միշտ ինձ իմ հովն է ասե, արդարություն արա դու։ Ես անարդար չեմ, ասում եմ, я не беззаконник։ Ես անարդար, անօրեն չեմ, որ պաշտպանեմ մեղքը կամ բունտը։ Դա սո բնավորությունն է։ Դա մեր Տիրոջ բնավորությունն է։ Չի մնում ճշմարտության մեջ նրա համար հայրը դառնում է սատանան։ Ահա թե ինչպես են լինում Աստվածաշնչյան։ Ոգի մնում ես ճշմարտության մեջ, մնում ես ճշմարտության մեջ։ Աստված քո հայրն է։ Այսօր պոպուլյար չէ Աստվածաշնչյան լինելը։ Մենք շատ Աստվածաշնչյան բաներով ենք գնալու, տեղերով ենք գնալու, Աստվածաշնչյան ենք լինելու։ Այս ժամանակ մենք կտենանք, որ մարդիկ ազդվում են մեր ներկայությամբ, հանդիմանվում են։ Իրանց մեղքերը հանդիմանում է Սուրբ Հոգին։ Ես ուզում եմ ազդեցիկ լինեմ։ Ուզում եմ ազդեցիկ լինեմ։ Ռեալ ազդեցիկ լինեմ, ոչ թե ստից խապելով, խփելով, ինչ-որ sense մելքի, ինչ-որ sense Շուն մելքի մարդ չեմ ուզում եղնենք, ուզում ենք ազդեցիկ լինենք։ Մենք ժամանակ ունենք մի քիչ էլ, ինչպես է երկրի վրա հայտնվել գիրքը։ Գիտենալով սկիզբը, սկզբն աղբյուրը, եթե մի բան սկսում է լավ լինել, ուրեմն նա լավն է։ Եթե մի բան լավն է, ուրեմն ինքը լավն է, ոչ թե թվում է, որ լավն է, այլ ինքը լավ բան է։ Ուրեմն դա լավ բան է։ Բայց եթե մի բան սկսում է լինել, սկսել տեղի ունենալ վատը, ուրեմն դրա վերջը վատն է։ Ուզում եմ մի բան ասեմ, որովհետև հանկարծ Իրիկունը հիշեցի, որ մենք մի բան ենք անում, մենք մի տեղ ենք գնում, մենք շոր մի բան ենք, մի գործողություն ենք ուզում անենք ու սկզբից այն սաղ վատնա լինեմ։ Մենք ասում ենք, այս ինչ է, մեզ պետք է կանգ առնել, կանգնել։ Չեմ ասում շրջվել հետ, դա վատ նշան է, հետ դառնալ կես ճանապարհ, չէ։ Պետք է աղոթել, այդ վատը փոխել, որ լավը դառնա։ Վատը կարա փոխվի եւ լավը դառնա։ Բայց եթե մի բան լավ է սկսվի, ուրեմն վերջը լավ է լինում։ Մեզ պետք է փոխել, եթե վատն է անգամ։ Դա համար աղոթք արեք միշտ։ Գիրքը որտեղից է վերցվել եւ որտեղից է հայտնվել մարդկության մեջ։ Երկրի վրա գիրքը հայտնվել է խորամանկության ստի պատճառով։ Գրված է, որ օձը խորամանկ էր բոլոր գազաներից։ Խորամանկության ստից։ Խորամանկության սուտը աշխարհ եկավ։ Աստված իրան գցեց։ Ու 6000 տարվա մեջ ոչ մի բան չի փոխվել, ընդհանրապես ասեմ։ Ինչքան ես մտածում եմ, որ դևերի հետ ես գործ ունեցել եմ, կամ ունենում եմ, կամ բախվում եմ, ես մի անգամից գիտեմ, որ նա ուժ չունի, արարող ուժ վաբշե ընդհանրապես չունի, ինքը զորություն չունի անգամ, ինքը ինչ ունի, դա միայն սուտ խոսքերն է։ Առաջի անգամ, երբ որ մենք տեսնում ենք սատանան խոսած,
երկիր մոլորակի վրա սուտը ուղղակի չակ տվեց, որովհետև ինքը սուտ խոսած։ Մենք պետքա կարդանք այդ տեղը։ Պետքա կարդանք այդ տեղը։ Ծննդոց 3-րդ գլուխ։ Գիտեք մարդիկ ովքեր տրվում են կրքին, մտածում են, որ դա մի հավես բան է։ Հավես է, էլի։ Հա, հավես է լսում ենք, հավես է նայում ենք, հավես է խոսում ենք, հավես է մենք չենք, հագուր չենք ստանում։ Հա, վավաշոտություն, հա, վավաշոտություն։ Գիտեք ինչ եղավ, մինչ ես կգամ ստեղ։ Ակամայից անարակ որդուն անդրադարձ արեցի, անարակ որդուն հիշեցի։ Գրված է, որ իր հորից ուզեց լրիվ և ասեց ինչ որ հիմնա, ինձ տուրեց, չեմ ուզում լրիվ ընդի կոմենտարյաներ անեմ, ինչ-որ մեկ ասեց սենց, ինչ-որ մեկ չէ, աստվածաշնչում ոնց գրված է։ Գրված է, որ իր հոր ունեցվածքը ստացավ և գնաց հեռավոր երկիր։ Եվ այնտեղ կերավ, խմեց, վատնեց բոզերի հետ։ Կարդացել եք, որ տենց էր գրված է։ Վատնեց և հատացրեց։ Որ օրը ինքը հատացրեց, վատնեց, ինքը այդ կրքի պատճառով հայտնվեց Խոզերի ամանի առաջ։ Գիրքը իմացեք, որ մարդուն բերում է Խոզերի ամանի առաջ։ Որովհետև իր մեջ գիրքը ոչ միայն պոռնկությունն էր, այլ վատնելը, ուտելը, խմելը, քեֆանելը, անհոգ կյանք ապրելը։ Դրա համար ստեղ ես ուզում եմ ասեմ, որ կարա թվա թե գիրքը մի հատ հավես բան է, որին մարդը տրվում է։ Ուղղակի հավես բան է, էլ ինքը հավեսի բան է, ինչ որ խրախճանքներ է դա։ Ոչ, մենք սխալվում ենք։ Գիտեք, երբ որ փողերը վերջանում են, ասեք փողերը վերջանում են, գիրքն էլ է վերջանում։ Լսում եք։ Հենց վերջացավ, ամեն ինչ վերջացավ։ Անարակ որդու ունեցվածքը հենց պրծավ, ամեն ինչ պրծավ և չգնաժամ եկավ իր կյանքը։ Եվ երկրի մեջ մեծ սով եղավ։ Դա կրքի հետևանքն է։ Դա մեղքի հետևանքն է։ Եվ ամեն ինչ վերջացավ, էմոցիաները լքեցին իրան, ինքը մնաց իր հետ, առերեսվեց իր հետ։ Եվ ինքը իրան գալով նայց երկինք և ասեց, մեղանչեցի։ Գնամ իմ հորս մոտ ասեմ, մեղանչեցի։ Երկնքի դեմ, քո դեմ։ Ժամանակ գիտակցություն է գալիս։ Կարող ենք րոպեանոց արարք թույլ տալ մեզ, մի րոպեանոց արարք թույլ տալ մեզ ու ապրել 40 տարի նրա հետ։ Րոպեանոց արարք, հաճույք, կիրք և 40 տարի ապրել դրա հետ, տանջվելով։ Գիտեք ինչ կա, որ պետք է հիշենք, չարժե ձեռք տալ ընդհանրապես թիթեռներին, թիթեռնիկներին, չարժե ձեռք տալ, մենք կանք փչացնենք իրանց, բայց նաև մենք կեղտոտվենք դրանից, որովհետև երբ որ դու բռնում ես թիթեռին, դու կարաս իրան փչացնես, ինքը այլևս չթռնի, և դու նրանից կեղտոտվես, փոշի ստանաս, չարժե ձեռք տալ թիթեռնիկներին, ինչքան հնարավոր է հեռու։ Խոսքս պետք է որ հասկանաք, ուղղակի թիթեռի մասին չի խոսքս, ուղղակի սա օրինակ է։ Այս կյանքում կարելի է գեղեցիկ բաներ կպնել, բայց եթե չլսենք, մենք չլսենք ասում, մենք կանք փչացնենք այդ գեղեցիկ բաներ, իսկ մենք կեղտոտվենք։ Իսկ նրանք կմահանան։ Գիրքը հայտնվեց խորաման խաբկանքից։ Ովքեր կրքից խճճվել են, խաբվել են, խաբված են եղել, գիրքը հայտնվեց խորաման խաբկանքից։ Կարծելով թե դա մի գրավիչ բան է, ու մի ուժեղ բան է, որովհետև ինքը խաբվեց դրանից, Եվան։ Խորամանկ ստից է ծնվում գիրքը, խորամանկ
Ստից է ծնվում կիրքը, որովհետև ասում է նայեց ծառին եւ նա ուտելու համար ախորժելի էր, չէր կերե, չգիտեր էլ թե ինչ համ ունի, որտեղից գիտես որ դա համով է, որտեղից գիտեր, ինչ էր դու այդ ծառի մոտ, այդ ծառը շատ հեռու էր, դու լանայ քանի ծառներով շրջապատված, քեզ տվել եմ 120 տեսակի ծառ, ինչի դու այդ ծառներից չես ուտում, ինչի է քեզ տվում որ դա համով է, որովհետև դու նրան չես կե, նայելով նրան տեսա որ ախորժելի է ծառը, համով է, թվացյալ է դա, սոված էլ չէր, ախր սոված է չէր, տեսա որ ուտի, տեսա որ ախորժելի է, սոված է չէր, վիտամինի կարիք է չուներ, դու գիտեք, եթե դու գնաք մի հյուրանոց, որտեղ ձեզ առավոտ զավտրիկ կա, ճաշ կա և ընթրիկ կա, եթե դուք 3 բանին մասնակցեք, հավատացեք, հնարավոր է մեկը չուզենաք ուտեք, 3-ից մեկը, ուզենք բաց թողակ մեկը, և դուք ենքամ եք կշտանում, ընդեղ ենքամ լավ են ձեզ կերակրեմ, որ դուք կարիք չեք ունենում, ես կարիք չի ունենում ավել բան ուտեմ, ես չի զգում դրա կարիքը, որ գնացի սոված, կիսասոված, կիսապոր, գնացի սենա քնեցի գիքորի նման սոված, շոր չի լմեց է բան, ինչդ էր պակաս, դու ախը սոված չէր, դու վիտամինների կարիք է չուներ, դու ինչ-որ մի ատել ինչ-որ լիչնի է ձև դեղց կամ ինչ-որ խնձոր ուտելու կարիք չուներ, ինչի դու նայեցիր, ոչի կարիք չուներ, 4 կողքը լիքը ուտելիք էր, ոնց կաս դու լիքը ուտելիքի մեջ, չլետվես, չբավարարվես, ահա, սուտը, խապկանքը ծնեց կիրք, իրա մոտ, իրան կանշներին սատանան սկսեց սուտ խոսալ, և դա բերեց իրան կրքի, հենց պետք է գար ու կանգներ այդ ծառի առաջ, այդ պտուղը ցանկացավ, հենց այդ պտուղը ցանկացավ, որտև սատանան իրան գայթակղեց իրան, յուրաքանչյուր կիրք այս աշխարհում, որը երբևիցե մարմնավորել է այս կյանքում, սատանան է եղել դրա հետևում, բրդել է դրա մեջ, ինչ որ մարմնավորվել այս կյանքում, սատանան է եղել դրա հետևին կանգնած, ինչ կիրք, որ մարմնավորվել է, ինչ ցանկություն, որ մարմնավորվել է, նա է հրել մեզ, դրան։ Մենք լսել ենք սատանային ոչ թե Աստծուն, 3-րդ գլուխ, Ծննդոց 3-րդ գլուխ, առաջի խոսք, Եվ Տեր Աստվածը Աստծո արած դաշտի բոլոր գազաններից ավելի խորաման կերոց է ու կնոջն ասեց. իրոք Աստված ասեց, թե պարտեզի որևէ ծառից պիտի չուտել։ Լա տեսեք ինչ պարզ սուտ է խոսում։ Ինչ խորաման տակտիկական սուտ է խոսում։ Աստված այս բան չի ասել, որևէ ծառից չուտես։ Պատկերացնում ես։ Ինքը արդեն լրիվ ծառներից ուտում է։ Բայց սատանան գալիս ասում է, միթե Աստված ասեց որևէ մի ծառից չուտես։ Ոնց, ես կերել եմ արդեն։ Ես արդեն կերել եմ նրանից։ Կինո ասեց օծին, պարտեզի ծառների պտուղից կարանք ուտենք։ Բայց պարտեզի մեջտեղի եղած ծառի պտուղի համար Աստված ասեց, մի ուտեք, մի դիպչեք, որպեսզի չմեռնեք, օծն է կնոջն ասեց, ոչ, չեք մեռնելու։ Մի բան ասեմ ձեզ։ Լսել եք ասենց մեր քաղաքում, вообще մեր երկրում, մեր ժողովրդի, մեր ազգի, սա ժողովուրդներ նույնն են, մարդիկ նույնն են։ Մի բան են ասում քեզ, որ ասեն ոչ մի վատ բան չկա դրա մեջ, որ այս բանն անես։ Լսել եք։ Սատանան ասա, սատանայի ձեռագիրն ասա։ Ինչ վատ բան չկա, եթե դու այդ բանն անես, վատ բան չի լինի, հաստատ չի լինի։ Չեն մեկն էլ արել, մի քանի մարդիկ անարել են, սաղ արել են այդ բաները։
Հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Մարդիկ իրար խրատ են տալիս, մեկը մեկին խրատ են տալիս։ Ոչ մի վատ բան չկա, որ դու այդ բանն անես։ Սաղն է տենց են անում, հա, սաղն է այդ ձևի ճանա, այդ ուղիով են գնում։ Ոչ մի վատ բան չկա։ Երբ կարա այդ իրանց համար վատ բան չլինի, բայց մեզ համար լինի։ Սովորացնում են, թե ոնց աբորտ անեն։ Վատ բան չկար դրա մեջ։ Լեկոպլաստը կպցրեք ձեր պորտին եւ խնդիր չկա, դուք չեք հղիանը։ Սուտ էին խոսում։ Սաղն էլ անում են տենց, ոչ բան չկա։ Թրեք փորին, չգիտեմ, ցեխ մեկ վիժացնում են։ Վատ բան չկա դրա մեջ։ Հետո սկսում են խմել։ Վատ բան չկա, դե չափի մեջ։ Սատանա ինչ կամա տենց առաջ շարժվել շատ հավատացյալներ եկենք։ Չափի մեջ, դե չափի մեջ ոչ չենք ասում, խմի որ հարբես, որ ճանապարհ չի մաս կամ ես չգիտեմ ինչեր անես։ Ոչ, ամեն ինչ սկսում է քչից։ Փոքրից։ Եվ սա ասում են այդ ձևի խորհուրդը։ Հա, մի ինչ կա, եւ գալիս են կուտուն ասում են, հա մի որ մի քիչ մի փոքր չափի մեջ խմի։ Դե չափի մեջ ախորժակի։ Իրենց բոլորը խոսում են նույն լեզվով։ Բոլորը խոսում են սատանայի ձեռագրով։ Դրա մեջ ված բան կա։ Նրանք ովքեր թաքուն խմում են, բացահայտ քանդվում է իրանց կյանքը։ Նրանք ովքեր անում են, որ ոչինչ չկա, բացահայտ իրանց կյանքը կործանվում է։ Չկա հավատ բան։ Այստեղ գրված է, որ դուք չեք մեռնի։ Երկիր մոլորակի վրա առաջի սուտն էր, որ խոսվեց։ Մինչև այդ սուտ չկար աշխարհի վրա։ Հենց ասեց, հենց ընդունվեց, հենց հավատաց, առաջի սուտն էր, որ ընդունվեց։ Երկիր մոլորակի վրա չակ տվեց այդ խոսքը։ Սուտը, որը ընդունվեց, եւ այդտեղից սկսվեց խնդիրները։ Այդտեղից սկսվեց համամարտկության մեծ ողբերգությունները։ Եվ այս սուտը խոսում են ամեն ուրեք։ Ոչ մի բան չի լինի, մի քիչ որ վարկ վերունես, հա ինչ պետք է լինի։ Դե շատ չէ լի, դե 200,000։ Օրեր առաջ երբեք ես կամ տարի ես հավատացյալ եմ, երբեք ինձ մեկը չի ասել քեզ վարկ հասնում, թե չի ասում։ Ես անգամ չգիտեմ, չեմ էլ մտածել դրա մասին։ Ուղղակի եղել է դեպք, որ ասել են դու սև ցուցակի մեջ ես, որովհետև դու վարկային պատմություն չունես։ Այ քեզ հիմար աշխարհ։ Օրեր առաջ զանգել են ինձ մի տեղից, ասում են վարկ ենք առաջարկում եւ դու կարող եք ստանալ։ Ոնց է, հա, որ ես կարամ վարկ ստանամ։ Որովհետև ենքամ են մարդկանց վրա խզբզել, տեղ չկա խզբզելու ու մի թազա թուղթ են տեսել։ Ասի ոչ շնորհակալ եմ, վերջում էլ մի հատ սենց բան ասելով անջատում, ասում է համենայն դեպս եթե պետք կլինի, եկեք խնդիր չկա։ Ետից գնաս սատանա։ Մի քիչ որ համիկ որ խափլստոր ես մի երկու բանն են չասել, ամի սուտ խոսած, սաղն էլ անում են, ոչինչ։ Ասեց, միթե Աստված ասեց։ Եթե դա ճշմարտություն չի, Ժորժ ջան, հետևանքը ցավալի է լինելու։ Եթե դա ճշմարտություն չի, հետևանքը ցավոտ է լինելու։ Դրված բան չի եղել, որ ինչ որ մեկին վատ չլինի։ Այդ ձև բան չի եղել։ Վատ բան չի եղել։ Բայց ես ասում եմ, հետևանքը վատ է լինելու, եթե դա ճշմարտություն չի։ Դա կարա լինի, դա տեղի կունենա։ Շատեր չեն հավատում, որ ջրհեղեղ է լինելու։ Շատեր չեն հավատում։ Երկար տարիներ ապրում էին։ Հանգիստ խախանդ, մի հատ ձեռ էին առնում նոյին, հա, որ խելագարվել է ցերուկը։ Հետո ասում են, լսել եք ես հիմար խոսքը, չկա չարիք առանց բարիք, սատանայից է սա։ Սատանայից է սա։ Ոնց կարա չարիքի մեջ բարիք լինի։ Այո, Աստված կարող է չարիքը փոխել, որովհետև նրանք չար բան էին մտածել Հովսեփի մասին։ Բայց Աստված փոխեց, ոչ թե չկա չարիք առանց բարիք։ Սուտ է։ Մի քիչ լոտո խաղանք, հա, լոտո, լատարե։ Այն տարիներին, որ մենք եկեղեցի մենք, ես հիշում եմ, որ ամենաաղքատ ժամանակներն էր ամբողջ ազգի համար։ Ամենածայրահեղ ժամանակները եւ լոտոն ամեն ալիքները մեր ամենք իրանց լոտո ունեն, իրանց ձևով ունեն, իրանց անունով ունեն, իրանց ազգանունով ունեն, իրանց ամեն ինչով ունեն։
Եվ եկեղեցում խրախուսում էր լոտո խաղալ։ Եվ լոտոյի ժամն է սկսում էր համարյա թե ծառայության ժամերին։ Եթե չէիր ասում, թերթով կարայր ստուգվել, որ քո 500 դրամը կորցրել ես արդեն։ Ես մի բան ասեմ, ինչա տեղ ունենում։ Եթե աղքատության, եթե ժողովրդի ցաներ կացության ժամանակ ժողովրդի գրպանից կլպում են այդ փողերը, որ լոտոն կուլտա, ազգի վրա աղետ է գալիս։ Ազգի վրա աղետ է գալիս, այդ ժողովուրդը դառնում է աղքատից ավելի աղքատ։ Եվ դա ազգի աղետն է։ Հիշում եք այն խաղատները այրոպորտի ճանապարհի վրա։ Ինչքան մասով մարդ եկավ Հայաստան, ինչքան մասով մարդ բերեցին տարբեր եկեղեցիներ, բոլորը ասում են, որ սա խաղատները, բոլորը անիծում են այդ խաղատները։ Այսօր բոլորը փակված է այդտեղ։ Դա չարիք ասում, մի քիչ լոտո խաղա, մի քիչ լատարի խաղա, ոչինչ չկա։ Ծաղի խաղամ են, մի նկատել եք չկա այդ անիծված այդ բանը։ Դեն չկա մասսայական, չգիտեմ ես, չեմ հանդիպում։ Աղքատ մարդկանց գրպանից հանելով վերջինը, Աստված դատաստան կանի այդ ազգի հետ։ Աստծո խոսքը ասում է, որ մեղքը դա խայտառակություն է։ Ես պրծնում եմ, ստեղ 20 րոպե ունենք, դա պետք է որ խոսամ ժողովուրդ։ Մեղքը դա խայտառակություն է, ոչ թե օրհնություն։ Ոչ մեկ չի կարող ասի, որ մեղքը օրհնություն է։ Ես մեղքից օրհնված եմ։ Չկա այդ ձևան, չի կարող ասի։ Ոչ մեկ չի կարող ապացուցի, ոչ մի հավատացյալ, ոչ մի անհավատ չի կարող ապացուցի, որովհետև 10 պատվիրանները դա բարոյական օրենքներ են։ Կայանալու, բարգավաճելու, բարձրանալու։ Ես կոչ չեմ անում 10 պատվիրաններ պահել, բայց դա այդ օրենքը ամեն մարդու մեջ է դրել Աստված։ Մի հավատացեք խաղացողների ստին։ Մի հավատացեք խաղացողների ստին, ովքեր խաղում են։ Մի հավատացեք։ Ես չեմ տեսել մի խաղացող, որ սուտ չխոսա։ Ես չխաբեցին։ Ես սուտ չասեցին։ Այսօր ինձ նեղանում են, չեն գալի եկեղեցի։ Այսինքն վատ բան արեցի, որ այդքան վատ բան արեցի, որ ճշմարտության ճանապարհը ցույց տվեցի, հավիտենական կյանքը, դուրը, Հիսուս, ճշմարտությունը, մեղքը, սատանան, հանդիմանելով, մարդուն փրկելով, Աստծո թագավորություն տեղափոխելով։ Միթե ես թշնամի դարձա այդ մարդկանց։ Ում հարազատներին ցույց տվի երկնքի ճանապարհը։ Այսօր իրանք, խնդրեմ, նեղացած են։ Չգնացիք եկեղեցուց, այդ սուտը սատանան է հնարել։ Մենք գնում ենք եկեղեցուց, դուք չեք գնում, դուք նահանջած եք։ Աստծո խոսքը ճշմարտություն է ասում։ Ճշմարտություն խոսացեք ամեն մեկը, ձեզ հետ եւ Աստծո առաջ։ Սուտ մի խոսացեք, մենք գնում ենք այս եկեղեցուց, դուք չեք գնում, դուք նահանջում եք։ Այո, սա է ասում մեզ Աստծո խոսքը։ Սա է ասում մեզ ճշմարտությունը։ Ասես դուք ավելի շատ կիմանաք, ասես դուք ավելի շատ կիմանաք, դուք աստվածների պես կլնեք։ Բայց իմանամ մարդու խնդիրը, որ իրան օգնեմ։ Օրեր առաջ ես մեկի հետ խոսում եմ, ասում ինչ գործ ունես դու այս մարդու հետ։ Եթե իրան Հիսուս չես խոսում, բայց իրա խնդրեմը չիմանամ, որ ես իրան օգնեմ։ Ուրեմն քո մեջ կա նույն գիրքը, ինչ իրա մեջ կա, որովհետև դու ուզում ես իմանաս իրա պոռնկությունների եւ շնությունների բոլոր քայլերը։ Ուրեմն քո մեջ է կա այդ նույն բանը։ Եթե դու տես, դու աստվածների պես կլես, դու ամեն ինչ կիմանաս, դու արդեն ցարի բոգ ես դարել։ Որոշներին թվում է թե իրանք աստված են։ Եվ ահա աստվածների պես կլեն, բայց չիմանամ, որ օգնեմ իրան։ Դե պետք է անես, որ ավելի լավ հասկանաս իրան։ Սա սատանայի ստերն է։ Հա դու մինչև մեղք չգործես, չես հասկանա մեղավորը։ Դու կարող ես երկնքից վերընկե։ Դու ես մեղավոր եղել, ի՞նչ կարիք կա, որ մեղքը նորից հասկանաս։ Ուտելու համար, որովհետև ասես, եթե դու ուտես, դու կիմանաս։ Ինչ գիտեր, որ դա ուտելու պիտանի է, այդ հենց։ Դրա համար գիրք առաջացավ, գիրք առաջ եկավ։ Մարդիկ ձգտում են ուրիշի մարմնին, Առակաց 6:25։ Ես ունեմ 15 րոպե, Առակաց 6:25։
սրտիդ մեջ նրա գեղեցկությունը մի ցանկանա եւ թող իր արտևարանքներով քեզ չբռնի։ Գիրքը ծնվում է անմաքուր ցանկությունից, երբ որ մարդիկ ձգտում են ուրիշների մարմնին։ Մատթեոս 5:28-ում ասում է, եթե մի մարդ մի կնոջ գնայի նրան ցանկանալու համար արդեն շնություն արեց իր սրտի մեջ։ Նաև դա որկրամոլության պատճառով էլ է առաջանում։ Обжорство, дух обжорства, որկրամոլները ունեն նաև կիրք։ Եթե մարդը որկրամոլ է, обжора, ինքը սեքսուալ խնդիր էլ ունի։ Սեքսուալ անմաքրության խնդիր էլ ունի։ Անկուշ ցանկություն։ Թվոց 11:4-ում նրանք միս էին ուզում։ Միս։ Փորով մեկ, միս էին ուզում, միս։ Մեզ միս տուր ուտենք։ Ողբամ էին, միս էին ուզում։ Եվ Աստված մտավ բանակի մեջ եւ բանակի ծայրը եղող տրտունջանողներին սաղին սպանեց։ Մի օրվա ճանապարհ, այդքան միս էր թափվել։ Ինչքան կարաս մի օրում քայլես։ Ինչքան կարաս մի օրում ճանապարհ քայլես։ Մի օրվա ճանապարհ միս էր թափված, միս։ Կարաս դու մի օր, մի սուտկա քայլես, այդքան միս ուտես։ Հեքա որ մեռնես այնա։ Մի կիլոմետր հետո մեռնես։ Դա մի կիլոմետր շատ եմ ասում։ 300 գրամ միսը հասնում քեզ։ 300 գրամից ավել դու չես կարող ուտես։ Մի օրվա ճանապարհ միս թափվեց։ Ինչքան կարող մենք մի օրում գնանք մի 40 կիլոմետր, 45 կիլոմետր, սաղ միս է թափած։ Ով է լսում, ով հասկանում ինչ եմ ասում։ Քեզ 300 գրամ միս է ասում։ Լսեք, իսրայելացիները, ովքեր դուրս են եկել Եգիպտոսի երկրից, իրանք դուրս են եկել անասուններով, ոչխարներով, արջարներով, չի կարում քեզ քո մոտից մի հատ հավ մորթես ուտես։ Մոտս հարց առաջանում։ Կարար։ Բան չի եք տիրոջը փորձում։ Չի եք լացում, որովհետև գիրք կար, обжорство կար իրանց մեջ, որկրամոլություն կար, դա գիրք էր։ Աստված սպանեց նրանց կրքի համար։ Ինչպես է դրսևորվում գիրքը բառերով, արտահայտություններով, աչքերով, շորելով, ժպիտով, որը անտեղին է, ժպիտով, անտեղին ժպիտով, ու մեծամասնություն դա կանանց մոտ է, լսում եք, դա կանանց մոտ է, մեծամասնությունը, ֆլիրտներ, սիլիբիլիներ, եթե մենք սենց վարվենք, մենք բաց կթողանք Աստծուն, վերջի տեղը կարդում եմ ու Տերը ձեզ հետ, ասեք, որ լավ էր, ասեք, որ օրհնված եք, ասեք, որ սա ուժեղ է, սա զգաստացնում է, մյուս դասը մենք անցնենք մարդկային խնդիրները, իսկ մյուս դասը 23-րդ դասը կլինի միայնությունը, ովքեր միայնակ են, բայց կարող գան նրանք, ովքեր միայնակ չեն, Պետրոս, առաջի Պետրոս 4 գլուխ, 4 գլուխ, 2-րդ խոսք, որպեսզի էլ ոչ թե մարդկան ցանկության պես, կրքերի պես, այլ Աստծո կամքի պես ապրենք մարմնի մեջ եղած ժամանակ։ Հասկանում եք, սա մեր հակաթույնն է։ Նա որ պետքա զինվել ես մտքով, նա որ մարմնով չարչարվեց, մեղանչելուց դադարեց։ Ուրեմն այդ մարդը մեղանչելուց դադարել է։ Եվ որպեսզի մարդկանց ցանկությունների պես չգնանք, ապա Աստծո կամքի համաձայն ապրենք, որովհետև աշխարհի ցանկությունը գնալու է, ով որ նրան միացել է, կծվել է, անհայտանալու է եւ ինքը մեռնելու է, բայց Աստծո կամքը հավիտյան մնալու է նրանց հետ, ովքեր նրան կծվեցին։ Դրա համար ոչ թե գնանք մարդկային ցանկությունների հետևից, այլ Աստծո կամքի հետևից։ Տեր օրհնի ձեզ, եղեք օրհնված, Իստեմասա լավ էր ձեզ։ Բարի գիշեր ձեզ։